պետք է նրանց ուղիղ եւ աներկբա ասենք. Սիրելի երեխաներ, լավ սովորեք, որ լավ ապրեք։ Այս համատեքստում սակայն մենք պետք է ընդլայնենք լավ ապրելու մասին մեր պատկերացումների շրջանակը եւ ճշգրտենք այդ շրջանակը։ Ինչ է նշանակում լավ ապրել։ Իհարկե անհատական մակարդակով յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր անհատ ինքն է որոշում, թե ինչ է նշանակում լավ ապրել։ Դիոգենեսը օրինակ ապրում էր տակառի մեջ, որովհետև համարում էր, որ դա է կյանքի կատարյալ ձևը, բայց սա էլ առանձնահատուկ դեպքերն են եւ կարծում եմ, որ մենք պետք է ձևակերպենք լավ ապրել ինչ է նշանակում եւ քանի որ մեր կառավարության խոսույթում մարդու երջանկությունը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, կարծում եմ պետք է նաև ձևակերպել ինչ է նշանակում լավ ապրել լինում է նշանակում եմ կարծիքով լինել երջանիկ, իսկ երբ է անհատը երջանիկ։ Իմ կարծիքով անհատը երջանիկ է, երբ ազատ է, պաշտպանված է, առողջ է, ստեղծագործ է, ունի սոցիալական միջավայր, սիրված աշխատանք, որի վաստակով հասանելիություն առողջ սննդին, առողջ ապրելակերպին, անհրաժեշտ կենցաղային պայմանների, պարբերաբար ճամփորդում է, սիրված է, հարգված է, հաղորդակից է հոգևոր կյանքին եւ կամ մշակույթին։ Հետևաբար, բայց ինչի համար եմ այս ամեն ինչը ասում պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումների ժամանակ։ Ուզում եմ ասել, հարգելի գործընկերներ, եւ ասում եմ ի պատասխան նաև այն հարցի, թե որը շատ երկար ժամանակ, այսինքն առնվազն 2018 թվականից հնչում է, թե ինչ է երջանկությունը, կառավարությունը ո՞նց է ապահովելու երջանկությունը եւ այլն եւ այդպես շարունակ։ Այս ձևակերպումները տվեցի հետեւյալ հետևությունը անելու համար։ Երջանկությունը, հարգելի գործընկերներ, պետական բյուջեի ծախսային ուղղություն է եւ ծախսային հոդվածների որոշակի տրամաբանություն է։